Ոստիկանները թաղեցին մի կնոջ, ում անունը 20 տարի շարունակ ոչ ոք չգիտեր։ Հենց այդպես է գրված էր գերեզմանի վրա։ Աղջիկ, ով մահացել է վրանի մեջ։ Մարմինը գտնում են ոստիկանները վրանում, նրան թաղում են, իսկ այն տղամարդը, ով ոստիկաններին ասել է այդ մարմնի մասին, տարիներ անցնում են, նրա աղջիկը ամուսնանում է մի տղայի հետ։ Տղային շատ հաճախ թե փոքր ժամանակ, թե արդեն իսկ մեծ տարիքում նրա աները պատմում էր այդ պատմությունը ու տղային տանջում էր, նա չէր կարողանում իր տեղը հանգիստ գտնել, քանի որ կարծում էր, որ պետք է բոլորը իմանան, թե ով է այդ կինը։ Նրա անունը չկա, նրա ազգանունը չկա եւ նրա ծանոթները միգուցե մինչեւ օրս փնտրում են կնոջը։ Տղան սկսում է իր իսկ որոնումները, քանի որ ոստիկանությունը լրիվ թքած ուներ այդ գործի վրա եւ on-line հետաքննությունների, ինչպես նաեւ on-line տարբեր հարթակներում հարցաքննությունների միջոցով նա ստեղծում է մի վեբ կայք, որտեղ փորձում է ինքն իր դետեկտիվ հնարքները կիրառելով փնտրել աղջկա ծանոթներին։ Վերջապես նա կարողանում է մի կնոջ գտնել, ում քույրը տարիներ առաջ կորել է անհետ։ Այսպիսով պարզվում է, որ իրականում կորած աղջկա անունը Բարբարա է, ում ամուսինը աշխատում էր վրանների գործարանում եւ հենց ամուսինն է նրան սպանել ու վրանի մեջ փաթաթելով դիակը փորձել թաքցնել։ Գործ չի հարուցվում, Բարբարայի ամուսնուն ոչ մի մեղադրանք չի առաջադրվում, իսկ Ջորջը իրեն շատ լավ է զգում, որ վերջապես աղջկա անունը գերեզմանակարին փոխվում է, նրա գերեզմանը տեղափոխվում է Բարբարայի քրոջ գերեզմանատուն, այնտեղ իր անունն է գրվում, նրա նկարն է դրվում եւ Ջորջը նույնիսկ աշխատանք է ստանում on-line դետեկտիվ, այդպես աշխատանք կա պարզվում է, որ մարդիկ digital դետեկտիվությամբ են զբաղվում, նրանք փորձում են գտնել ինչ որ կորած իրեր, կորած մարդկանց ու դրանից էլ սկսում է Ջորջի կարիերայի աճը։ Նա գրանցում է մեծ հաջողություններ, իսկ նրա վեբ կայքը մինչ օրս գործում